իրականում քաղաքական խոսակցությունից խուսափում է հենց ընդդիմությունը։ Ակնհայտ է, որ քաղաքական առաջարկ չկա մեր քաղաքացիներին եւ իրենց ընդհանրապես ձեռ չի տալիս խոսակցություն մեր առաջարկի խաղաղության մասին, որտեղ ըստ էության իրենց առաջարկը որքան էլ որ չփորձեն դա փաթեթավորել խաղաղության ներքո, հստակ պատերազմն է, որովհետեւ այն բոլոր մոդալիթիները, այն բոլոր ձևակերպումները, որոնց շուրջ իրենք փորձում են փաթեթավորել իրենց առաջարկը, հստակ է դա պատերազմ է։ Եվ կարող է հարց առաջանալ մեր քաղաքացիների մոտ, թե ինչու պետք է ընդդիմությունը իրենց առաջարկի առհասարակ պատերազմ։ Որովհետև մեր ընդդիմությունը չի առաջնորդվում Հայաստանի Հանրապետության պետական շահով։ Իրենք գերի են այն բոլոր կենտրոններին, ովքեր ժամանակին իրենց տվել են իշխանություն, որոնք իրենց ժամանակին հավաքագրել են եւ ըստ էության իրենք հիմա հետապնդում են մի նպատակ՝ դառնալ իշխանություն, բայց ակնհայտ է իրենց համար, որ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Դրա համար նպատակ քայլ 1 վերածել Հայաստանի Հանրապետությունը ինչ որ մի միավորի, որը անկախ չէ, ինքնիշխան չէ եւ դա կառավարել այդ միավորը։ Դրա համար է, որ իրենց առաջարկը հստակ չեն ներկայացնում մեր քաղաքացիներին, փորձում է խոսակցություն տանել անձերի մասին, բայց իրենց համար վատ լուր ունե, կրկին անձերի մասին խոսակցությունն էլ իրենց շահերից չի բխում, որովհետեւ այս մարդիկ ունեն հսկայական անտիրեյտինգ, որը ձևավորվել է իրենց կառավարման տարիների։ Գուցե երիտասարդները մի փոքր դժվարություն ունեն հիշելու 2008 թվականը դրանից առաջ, բայց իրենց տարիները իզուր չէ, որ կառավարման տարիները կոչվել են արյունալի տարի, որովհետև դրանք սողացող պատերազմի տարիներ են եղել, դրանք արտագաղթի տարիներ են եղել, դրանք ուզեմ հիշեցնել նաև քաղաքական սպանությունների տարիներ են եղել, դրանք քաղաքացիների սպանությունների տարիներ են եղել, որոնք պարզապես օգտվել են իրենց ուրեմն հավաքներ անելու իրավունքից